Առաջինը, երբ ես լսում եմ ներքաղաքական զարգացումներ, ես հասկանում եմ, որ 1991 թվականից ոչ մի բան չի փոխվել, որովհետև մենք գործ ունենք նույն թատերական ներկայացմանը, որտեղ բոլոր դերասանները գրեթե չեն փոխվում։ Փոխվում են իրանց դերերը, իշխանական, չկողմնորոշված, ընդդիմություն, հիմա էլ նոր մոդա է ընկել քաղաքացիական նախաձեռնություններ եւ այլն, եւ ինչն է վատ այդ թատրոնում։ Առաջինը, չկա իրոք ազնվություն։ Եթե մենք լսենք բոլոր գրեթե քաղաքական ուժերի եւ բոլոր երևացող գործիչների մտքերը 20-25 տարվա մեջ մենք կտեսնենք, որ գրեթե ամեն մի դիրք, քաղաքական դիրք, քաղաքացիական դիրք մենք իրենց շուրթերից լսած կլինենք։ Եթե մարդը իշխանության մեջ է, մտքերը կարող են 180 աստիճանով փոխվել, տոնայնությունն էլ փոխվի, անցնում են ընդդիմադիր, հիմա էլ նոր մոդայիկ բառեր են, ոչ իշխանական եւ այլն, այսինքն եթե վաղտին հասկանում ենք, որ շախմատ խաղում են երկու կողմ, հիմա այդ ոչ իշխանական, մյուս կողմից քաղաքացիական ստացվում է, որ նույն շախմատը պետք է խաղան արդեն 3, 4, 5, 6 կողմեր։ Այս համատարած անազնվության մեջ կարելի է գրեթե 100%-ով ասել, որ այս պայմաններում Հայաստանը ապագա չունի։ Ապագա չունի նաև 3 վտանգավոր գործոնների ներքո, որոնք ուղղակի սպառնում են Հայաստանին որպես պետությանը, ես էլ չեմ խոսում տնտեսության մասին։ Այդ 3 գործոնները երկուսը դրսի գործոններ են եւ մի հատ խոշոր գործոն դա ներքին գործոն է։ Ներքին գործոնը այն է, որ մեզ մոտ ձևավորվեց օլիգարխիկ պետական կառավարման համակարգ, որը աշխարհում համարվում է ամենահետամնաց համակարգ, որի ներքո անիմաստ է սпасել որևէ թեկուս երևացող, չեմ ասում, ռազմավարական որևէ առաջընթաց, եւ այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ մինչեւ բառի բուն իմաստով չոչնչացվի օլիգարխիկ համակարգը, Հայաստանը ապագա չունի։ Երկու արտաքին գործոնները, որոնք վտանգում են, առաջինը, որ մենք տնտեսապես կախված ենք Ռուսաստանի հետ, եւ ոչ միայն տնտեսապես, այլ մարդկանց միգրացիայի իմաստով, այսինքն նաև տրանսֆերտների իմաստով, որոնք հիմնականում 70-80% գալիս է Ռուսաստանից, զգալի 70% ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները դրանք Ռուսաստանի սեփականություններ են եւ ընդհանուր առմամբ նաեւ անվտանգությունը հապկ եւ այլն նույնպես կապված է Ռուսաստանի հետ։ Ֆինանսական, սա երրորդ արդեն գործոնը, կախվածությունը մեզ մոտ հիմնականում Միացյալ Նահանգների կողմից է, իդեմս համաշխարհային բանկի եւ միջազգային արժութային հիմնադրամի, ճիշտ է, ֆորմալ նրանք համարվում են ֆինանսական միջազգային կառույցներ, բայց իրականության մեջ համար 1 դերակատարություն այդ կառույցների մեջ ունենում է հենց Միացյալ Նահանգները։ Այսինքն, եթե գլոբալ նայենք, նաեւ Եվրոմիությունը, որը արդեն ավելի շատ կազմակերպչական այդ ուղղության կախվածությունն է, փաստորեն ստացվում է, որ ցանկացած կառավարություն, եթե Հայաստանում ձևավորվի, նա դատապարտված է անհաջողությանը, որովհետև եթե ինքը ուզենա լուրջ ռեֆորմներ անի, ուղղակի մահացու պատերազմ կսկսվի ներքին ուժերի հետ, օլիգարխիկ համակարգի հետ, եթե ուզենա արտաքին աշխարհում որևէ անկախություն ցուցաբերել իշահ Հայաստանի պետականությանը,
կունենա խնդիրներ եւ Միացյալ Նահանգների հետ եւ Ռուսաստանի հետ։ Պատկերացնում եք, չէ, ինչ գերհզոր խաղացողներ են եւ այս պարագայում, երբ ուղակի մամուլը հեղեղված է ազգանուններով, ով ինչ պաշտոն կստանա նախարարություններում, ես անգամ եթե չիմանայի ով ինչ պաշտոն կստանա, ձեզ 100%-անոց երաշխավորություն եմ անում։ Ոչ մի որակական արդյունք մի սպասեք։ Եվ վերջինը ինչ ես կուզենայի ասեի, եթե դուք ուշադրություն դարձրեցիք, որ այդ 23 տարիների ընթացքում ոչ մի ուժ, ոչ մի գործիչ չի ներկայացնում Հայաստանի ռազմավարական ծրագիրը, բայց երկու կարևոր պայմաններում։ Ծրագիրը պետք է բաժանված փուլերի լինի, ամեն մի փուլի անձնավորված պատասխանատուներ պետք է լինեն եւ ամեն մի փուլից հետո հայաստանցուն եւ ինչու՞ չէ նաեւ սփյուռքահային սպասվող միջանկյալ արդյունքները։ Նման տեսակի ծրագիր գոյություն չունի։ Լավագույն դեպքում ասում են ինչ-որ քայլերի հերթականություն, բայց ամեն մի քայլից հետո ինչ է սպասվելու, ինչ միջանկյալ արդյունք է լինելու եւ անձամբ ով է պատասխան տալու, անուն ազգանունով դուք չեք տեսնի։ Մինչև նման ծրագիր չլինի, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած անլուրջ է եւ ոչ մի կապ չունի երկրի ապագայի